Այս շաբաթ Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը վերահուծվեց ու բացվեց Արարատի մարզի Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Պարսկաստանում ծնված Սահակ Պապն այս իրադարձությանը չմասնակցել չէր կարող։ Դեռ 10 տարեկանից կապված է եղել եկեղեցուն, մշտապես պատարակների մասնակցել, երգել երգչախմբում։ Երբ տեղափոխվել է այս գյուղ, որոշել է եկեղեցու հարևանությամբ տունը կառուցել։ Վերջապես իրականացավ նրա ու գյուղի բնակիչների վաղեմի երազանքը՝ բարեկարգված ու գործող տեսնել եկեղեցին։ Ցանկանում եմ յուրաքանչյուր երիտասարդ հավատա, սիրի, պահպանի ու հավատա Սուրբ Ավետարանի ու Սուրբ Խաչի զորությունը, որովհետև սա է մեր ազգի գոյատևության երաշխիքը։ Վերաբացվող եկեղեցիների մեծ մասը նախկինում իբրև պահեստ են ծառայել։ Սուրբ Հովհաննես եկեղեցին եւս բացառություն չի եղել։ Կառուցվել է 1890-ականներին, գործել մինչև 1940-ականները։ Եկեղեցին բարեկարգելու ցանկություն գյուղացիները միշտ էլ ունեցել են։ Գյուղապետարանի միջոցներով փոխվել են լուսամուտները, ավելի ուշ գյուղապետ Աշոտ Իսաջանյանն այս խաչքարն է տեղադրել։ Հիմնանորոգման աշխատանքներն սկսվել են 2010 թվականին։ Կառուցվել է Սուրբ Սեղանը, եկեղեցու գմբեթը զարդարվել խաչով, մաքրվել, սալապատվել ու կանաչապատվել ողջ տարածքը։ Արգամ Աբրահամյանի բարերարությամբ բարեզարդված Սուրբ Հովհաննեսն իր շուրջն էր համախմբել գյուղի բնակիչներին ու հոգևորականներին։ Կարծիքով յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հնարավորության սահմաններում ինչ-որ աջակցել մեր առաքելական եկեղեցին։ Եկեղեցու նավակատիքը կատարվել էր ապրիլի 13-ին, շաբաթ օրը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ նոտեց միայն Սուրբ Սեղանը։ Նավասարդ Սրբազանը հույս հայտնեց, որ եկեղեցու գործունեությունը կնպաստի Մխչյանի հոգևոր կյանքի վերազարթոնքին։ Մենք ի սրտանց հավատքով գալիս ենք մեր եկեղեցին, աղոթում ենք, փառք ենք տալիս մեր Տիրոջը, որ լավ լինի մեր ժողովրդի համար։ Տարբեր հանգրվաններ փնտրող մեր հոգին վերջապես իր ապաստանը կգտնի այս եկեղեցու մեջ։ Սրբազան հայրն ընթերցեց Գարեգին երկրորդ ամենայն հայոց հայրապետի օրհնության ու գնահատանքի գիրը, որով եկեղեցու բարերար Արգամ Աբրահամյանը պարգևատրվեց մեր եկեղեցու Սուրբ Ներսես շնորհալի պատվոբարձր շքանշանով։ Տասնյակ տարիների դադարից հետո եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցվեց։ Պատարագիչն էր տեղի հոգևոր հովիվ Տեր Միքայել Քահանա Նուրիջանյանը։ Տերհայրն այստեղ է 2012-ի փետրվարից։ Ամիսների ընթացքում հասցրել է եկեղեցու շուրջը համախմբել գյուղի երիտասարդներին, ստեղծել երիտասարդաց միություն, որն արդեն ակտիվ գործունեություն է ծավալում, կազմակերպում աստվածաշնչի սերտողություն, հոգևոր թեմաներով զրույցներ ու ուխտագնացություններ։ Ստեղծել ենք մեր երիտասարդաց միության պարբերականը, որը կոչվում է վերածնունդ։ Ի նկատի ունենալով, որ վերածնունդ է ապրում նաև մեր գյուղը եւ մեր գյուղի հոգևոր կյանքը։ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը հռչակվեց այս եկեղեցու ուխտի օր։ Բարերարն ու հոգևոր հայրը վստահ են, որ այսուհետ Մխչյանի մեծ Սրբի անունը կրող եկեղեցու զանգերը մշտապես կղողանջեն, գյուղացիների սրտերը կլցնեն հավատով եւ նրանց քայլերը կուղեն միայն առաքելական եկեղեցի։